հարգելի գործընկերներ, իրականում բան կա, խնդիր կա եւ հայեցակարգային եւ քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խնդիր կա, որովհետեւ ըստ էության ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը իրենք անհաջողության են մատնվում։ Ու մենք պետք է հասկանանք ինչ պետք է անենք, որովհետեւ այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է եւ զգացվում է շատ տեղերում, որովհետեւ ելի եմ ասում, այն հատվածում, որտեղ, ասենք օրինակ մարդիկ վարկերի տակ են, չգիտեմ, խնդրեմ ունեն, գյուղատնտեսությունը էֆեկտ չի բերում, այդ հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ Այդ թվում այն պատճառով գուցե որ ի սկզբանե չէին կարող աշխատել, որովհետև դրա տակ տնտեսական հիմնավորում չկա, այսինքն տնտեսական մոտիվացիա չկա։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ խնդիր ունենք, ճգնաժամ ունենք, պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ընդհանուր մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ պետք է գնալ, գուցե պետք է գնալ շատ բարդ եւ ռադիկալ լուծումների։ Մենք պետք է արձանագրենք ուղղակի նախորդ նիստում էլ ըստ էության դրա մասին խոսացինք, որ 3 տեղում 4-5-7 կիլոմետրական հեռավորության գտնվող անջրդի հողերում հողեր ունեցող մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ պետք է չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այդ բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց այդ մարդիկ ինչով զբաղվեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, որ մենք պետք է որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում վերապատրաստումների կամ չգիտեմ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ունենանք այդ հողերը կոնսոլիդացնել եւ նաև դրանց համար նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորել։ Ես էլի ուզում եմ վերադառնամ այդ բանին, դուք էլի նշեցիք, էլի նշում ենք ամեն անգամ գյուղատնտեսական բան կոոպերատիվներ, բայց դա էլի գնանք խնդրենք աղաչենք, ես չգիտեմ ինչ, հաջորդ լուծումը կարող է դա լինել տեսականորեն, որ գյուղացիները իրանք հասկանալով, որ առանձին չի ստացվում ու չի ստացվելու, գոնե այդտեղ կոնսոլիդացիայի այսքան խթան ենք դնում արտոնություններ, վարկերի եւ դա իմիջիայլոց նաեւ սև ցուցակներից դուրս գալու ճանապարհ է, որտեվ եթե անհատը սև ցուցակում է եւ չի կարողանում ստանա, երբ որ ինքը ձևավորի գյուղատնտեսական կոոպերատիվ 100 հոգով, այդ գյուղատնտեսական կոոպերատիվը սկսելու է 0-ից։ Բայց այստեղ խնդիր կա, որը էլի սոցիալ-հոգեբանական ոլորտի խնդիր է, 100 հոգին պետք է կարողանան ընտրել կառավարիչ, վճարել այդ կառավարչին, որ ինքը այդ իրանց հողերը միավորի եւ դարձնի շահութաբեր։ Եթե սա չեն անելու, մենք պետք է ուղիղ ասենք, Ժորժ ջան, չի ստացվելու տեղ ոչ մի բան։ Մի հեկտարանոց հողում չի ստացվելու ոչ մի բան։ Այսինքն եւ դա մեր 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, արել ենք, զրոյական տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք 0 էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ, որովհետեւ տոկոսը 0, բայց մեր գումարը պետք է վճարվի։ Անենք չի, որ տոկոսը 0 է, վերջ ամեն ինչ ավարտվեց։ Եւ այլն եւ այդպես շարունակ, այդ փողերի անարդյունավետ ծախս, այսինքն ստեղ մենք լրիվ ուրիշ խնդիր պետք է լուծենք, բայց ինչքան էլ դաժան բան է հնչում, մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, այդտեղ սա արդեն մի քիչ ոչ թե մի քիչ, այլ մեծամասամբ կրթության ոլորտի հարց է։ Հանրակրթության մասին չեմ ասում, այլ խոսում եմ հանրակրթության, բայց ոչ դպրոցական եւ բանի։ Մեր բոլորի կրթության չի ստացվելու այդտեղ։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք եկեք բան անենք, որոշենք, որ այդ բոլոր հողատերերին անհատույց տարին, չգիտեմ, 3 միլիոն դրամ ենք տալ։ Ոչ մի բան չի փոխվելու այդտեղ։ Բացարձակապես ոչ մի բան։ Համեցեք։
Պարոն վարչապետ, նաև այս առիթը օգտագործելով ուզում եի նաև նշել, որ